անկախ նրանց հաշվիչները գտնում են վերահամակարգում թե ոչ, այսպես թե այնպես, բաժանորդի կամ ընկերության նախաձեռնության գնում է չայ։ Այսինքն նույն գործընթացը կատարվում է, ինչ որ կատարվում է ոչ վերահամակարգում գտնվող հաշվիչների։ Երրորդը, այս շատ անպահ որ հնչում է 700,000, ընդհանրապես մոտավորապես 1200 պատվարժան դատարան, 1200 բաժանորդ է միացած այդ համակարգին։ Այսինքն 1200 բաժանորդը ցանկություն հայտնել իր այսպես ասած 30 րոպեանոց ծախսերը տեսնելու եւ այստեղ նշանակվում է ընդհանրապես այդ համակարգի էությունը։ Ընդհանրապես 30 րոպեի համար 73 միլիարդ ոչ մեկ չեն դրնելու, այդ թվում նաեւ այդ նույն հանձնաժողովը չհամաձայնվի։ Հիմա ինչ վերաբերվում է գործակնության կարևորությանը, տեսեք պատվարժան դատարան, կան երկու կողմեր, բնականաբար երկուսն են շահագրգիռ։ Այստեղ երրորդ, չորրորդ կողմեր կա, եթե հանձնաժողովը անկախ լիներ միանշանակ, ես կասեի երկու կողմ, այսինքն մի քանի կողմներություն։ Հաշվի առնելով, որ հանձնաժողովի անկախությունը խիստ կասկածելի է, այստեղ ես բաժանում եմ երկու կողմի, հետ սեփականատեր եւ հանձնաժողով, ՏԿ, կառավարություն, ոստիկանություն, կառավարիչ եւ այլ, բոլորով։ Հիմա եթե կառավարության ղեկավարի մոտ տեղի ունենում օնլայն հաշվետվություն, եւ օնլայն հաշվետվության ժամանակ ասում են վերահամակարգը կորել է, չգիտեմ եւ այլ, նա հանձնաժողովը պետք է տեղում լինի եւ կառավարչին արգելի ընդհանրապես այդպիսի բաներ խոսել, որտեղ կառավարիչը գնացել է իբրև թե այսպես չեղած ճգնաժամը եւ այլ, գիտեք այդ պատմությունը։ Հիմա խոսում է ինչ ուզում է, անում է ինչ ուզում է, հայտարարում է 1 միլիոն հավելարկում, ասում են սուտ ես ասում, ասում եմ ես քաղաքական եմ, Facebook-ի ռեժիսոր անձնական եմ։ Ու բնականաբար նշանակողը ձեր չի անում այդտեղ։ Հիմա կառավարության ղեկավարին զեկուցվում է, որ գիտեք, համակարգը կորել է եւ այլ։ Կառավարության ղեկավարը հարց է տալիս, ասում իսկ կարող է իրենք դրանով փորձել են կոծկել իրենց արածները։ Այնտեղից հնչում է այո։ Հիմա պատվարժան դատարան, ես չեմ կարող հասկանալ, այս ամբողջ կողմը, ամբողջ իշխանական լծակներով պատկերացրեք, չէ՞, մեզանից իշխան ուժեղ հզոր են իրենց լծակներով եւ հաշվի առնելով, որ օրենքի մեջ այսպես սահմանափակումներ չունեն, ինչ ուզում անում են, մի ուզում հասկանամ, դեմ լինելը ինչի համար է։ Այսինքն կարող եմ ես որպես բնակիչ, հասարակ, որպես Հայաստան Հանրության քաղաքացի մտածել ասել, եղբայր, եթե մաքուր եք, ճիշտ եք, թող փորձաքննությունը գնա, այդ բալքի ներողություն արտադրությունից պարզվում է, որ մենք էլ մի բան արել ենք, հետո ջնջել ենք այդ դիտավորյալ, որպեսզի 3 միլիոն մարդու գրպան մտած այս ապացույցները վերացնենք։ Հասկանում եք, այնքան ակներ է, չեք պատկերացնում։ Եվ հաջորդը, երբ որ խոսքը գնում է հանձնաժողովի գործառույթների մասին, չի կարող լինել վերահսկող մարմին, իր կողմից վերահսկողության տակ գտնվող մարմինները իրենց ասելով գտնվեն խայտարակ վատ վիճակում եւ անեն ամեն ինչ, իրենք էլ ասեն, դեռ գրածա որ իրենց վրա է այս ամեն ինչ, իրենք սա պետք է անեն, իրենք սա պետք է անեն։ Պետությունից ինչ համար եք վարձատրվել, հարգելի հանձնաժողով։ Եթե ունեք այդ դոստուպը, բա ինչի չեք տեսել, հունվարից մինչև հոկտեմբեր, ինչի չեք տեսել։ Ասում եմ, ես խաբեցին, ասեմ, խաբելով անդադ գայք, մենք ձեզ խաբին ճանապարհ ենք, բա ինչի համար եք դուք։ Խնդրում եմ, որպեսզի այս ամեն ինչը բաց լինի եւ նաեւ մեր հայրենակիցներն են լսում, համոզված են, որ իրականում բազի ինչ է կատարվում, փորձականությունը կարծում եմ խիստ անհրաժեշտ է, բայց ես ինձ իրավունք չեմ վերապահի երաշտական կողմնակալ համակարգով ձեր փոխարեն որոշում կայացնել։